Սրտանց փառք Տիրոջը, Աստծո ժողովուրդ։ Երկնքում Հավիդյանս Հավիտենից պաշտամունք է, փառաբանություն է։ Մենք էլ երկրի վրա կմիանանք երկնքի սուրբերի հետ, որպեսզի պաշտենք Տիրոջը։ Փառք Տիրոջ։ Մենք որ միշտ աղոթ կանենք, մեր աղոթքի մեջ կշեշտենք, չէ՞, Տեր, ես կմիանամ իմ քույր եղբայրներիս, ու իմ աղոթքս միաբան քեզի լսելի լինի, եւ կարող ես միանալ երկնքի սուրբերի հետ։ Երբ որ դու աղոթք կանես, Տիրոջը կփառաբանես, ես չեմ ասում խնդրվածք, ուղղակի պաշտամունք։ Երբ որ դու աղոթքով պաշտես Տիրոջը, Աստծուն փառք կտաս, այդ նույն Աստծուն փառաբանող կա երկնքի զորքը։ Երկնքի մեջ միշտ փառաբանություն է Տիրոջը։ Կընդունեք, կհավատանք, որ պաշտամունք է երկնքում։ Երկրի վրա էլ է պաշտամունք։ Մենք ապագա երկնքի զորքն ենք, Աստծո խոսքի համաձայն։ Մենք ապագա, երբ որ մենք երկին գնացինք, կմիանանք երկնքի զորքին, բայց նախքան միանալը մենք պետք է պատրաստվենք երկրի վրա, Աստծո ժողովուրդ։ Այս պաշտամունքները, երկրի վրայի պաշտամունքները մեզ կպատրաստեն, որպեսզի մենք էլ նմանվենք երկնքի զորքին, երկնքի փրկված հոգիներին։ Աստծո խոսքի համաձայն կպատրաստե սուրբ մարդիկ, որպեսզի երկինք մտնեն։ Երկինք մտնողները սուրբերն են։ Մենք հավաքվել ենք Տիրոջը եւ պաշտելու, եւ սրբվելու, եւ պատրաստվելու իր երկրորդ գալստյանը։ Փառք Տիրոջ։ Մենք կհավատանք, որ Տերը երկրորդ անգամ կգա իր խոսքի համաձայն։ Առաջ անգամ, երբ որ եկավ, շատ մարդիկ չընդունեցին, չհավատացին։ Բայց մենք չտեսած հավատացինք, որ Տերը եկավ, Մեսիան էր, ընդունեցինք մեր Փրկիչը եւ նաեւ կհավատանք, որ երկրորդ անգամ կգա մեզի տանի հավիտենական կյանքը։ Ես չեմ ուզեն խոսքը շատ երկարացնել, ուղղակի մեկ Սամոս կարդամ Տիրոջ փառքի համար ու մեր շինության համար։ Եվ կհանք Աստծո առաջ Տիրոջը պաշտելու 146 Սամոսը կարդամ Տիրոջ օգնությամբ, Աստծո ժողովուրդ։ Այս Սամոսի մեջ փառաբանություն, աղոթք, օրհնություն է Տիրոջը։ Ալելույա, օրհնե Տերը ով իմ անձս։ Տերը պիտի օրհնեմ իմ կյանքիս մեջ, որքան ադեմ որ ողջ եմ, իմ Աստծուն սաղմոս պիտի ասեմ։ Մինչև քու կյանքիդ վերջի վարյանը պետք է փառտաս Տիրոջը։ Չդժգոհ ես։ Մի հուսակ իշխաներուն, մարդու որդին, որուն քով փրկություն չկա։ Անոր հոգին կել է, անիկա իր հողը կդառնա, նույն օրը անոր խորհուրդները կկորսվին։ Բայց Աստծո խոսքը կենտանի է, Աստծո խոսքը չի մոռացվի, չի ըգնի գեդին, ամեն բան պետք է կատարվի, ճիշտ է։ Տեր Հիսուսը ասավ, երկինք ու երկիր անցնի, բայց իմ խոսքս չի անցնի, որպեսզի բոլորը կատարվին։ Ինչ որ գրված է, մեզի համար է գրված։ Երանի անոր, որու օգնականը Հակոբի Աստվածն է, ու անոր հույսը իր Տեր Աստծո վրա է, որ երկինքը ու երկիրը, ծովը ու բոլոր անոց մեջ եղածները ստեղծեց։ Ճշմարտությամբ կպահե հավիտյան։ Իրավունք կնե զրկվածներուն ու հաց կուտա անոթիներուն, Տերը կարծագե կապվածները, Տերը կբանա կույրերի աչքերը, Տերը կկանգնեցնե վարձրածները, Տերը կսիրե արտարները, Տերը կպահե պանդուխները, կհաստատե որբը ու որբևարին։ Այս խոսքերի մեջ շատ մխիթարություն կա։ Որբի ու որբևարի Աստված, որ Տերը հենց ինքն է իրանց Աստվածը, բայց ամբարիշների ճամփան կծռե, Տերը պիտի թակավորե հավիտյան, քու Աստվածդ ով Սիոն, ազգե մինչև ազգ, ալելույա։ Փառք Տիրոջ, տեսեք ինչքան օրհնյալ խոսքեր էր։ Աստծո ձեռքը բաց է, որպեսզի իրավունք կնե զրկվածներին։ Եթե մարդու ձեռքը գնի, այդ մարդը ինչքան պետք է Աստծուց վախենա, Աստծուն սիրե, որ իրավունք անե։ Շատ մարդիկ իրավունք չեն անե։ Դավիթը իր խոսքերի մեջ ասավ, ճիշտ է, ավելի լավ է ես ընկնեմ Աստծո ձեռքը, քան թե մարդու, որտեղ Աստծո մոտ ինչ կա, շատ ողորմություն կա։ Հիմա մենք եկել ենք Աստծո մոտ,
ինչքան օրհնյալ է Աստված, որ փրկությունը տվել է իր որդուն, ու իր որդին է որոշողը, ով որ կընտունի, կյանք ունի, ով որ որդուն ունի, կյանք ունի, ով որ որդին չունի, կյանք չունի, կապ չունի ինչ ազգից ես, եթե դու ընդունել ես որդուն, ընդունել ես կյանքը, որ կյանքը, հավիտենական կյանքը։ Հիսուսին սիրելի եղբայրներ, քույրեր ջան, վայելել կյանքային վերին, այո, ինչքան երանելի է այդ ժամանակը լինելու, երբ որ ցես բոլորով միասին երկնքում Քրիստոսի առջև հարց եկեղեցին Տիրոջ սուրբերը վայելեն իրականում այդ կյանքը։ Այսօր շատերն ասում են կյանքը վայելենք, բայց այս կյանքը ցավոք սրտի, այս երկրավոր կյանքը վայելք չի։ Սա Սուրբ Գիրքը ասում է, որ մարդու կյանքը խոտի ծաղիկի պես է, խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց ի՞նչն է մնում։ Աստծո խոսքը, ով որ Աստծո խոսքը պահում է, նա հավիտյան մնում է, սիրելի եղբայրներ, քույրեր ջան։ Տեր օրհնի, այսօր իմ սրտում կա մի փոքր խոսելու հենց այդ մասին, Աստծո խոսքը պահելու։ Եվ առաջի տեղը որպես նախաբան կուզեմ կարդալ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 24 խոսքից։ Երկու տուն շինողները, այստեղ Լեռան քարոզն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ներկայացնում է երկու շինարարությունների մասին։ Մատթեոս 7:24-ը, եկեք կարդանք այս հատվածից։ Արտո, որ իմ խոսքերս կլսե և կկատարե զանոնք, զանինկա պիտի նմանեցնեմ խելացի մարդումը, որ իր տունը վեմի վրա շինեց։
Անձրևը իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, զարկին այդ տանը, բայց չփլավ, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն, որ իմ խոսքերս կլսե ու չի կատարեր, կնմանի անխետ մարդումը, որ իր տունը ավազի վրա շինեց։ Անձրևը իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին եւ զարկին այն տանը ու փլավ։ Մեծ էր անոր կործանումը։ Տեսակ, ժողովուրդ ջան, ես էլ ձեզ հետ միասին, մեծ էր անոր կործանումը։ Այսինքն այն տան կործանումն էր մեծ, այն տան որ քամիները, գետերը վազեցին, փչեցին, կորուստ էր մեծ, որը որ վեմի վրա հաստատված էր։ Նրա կործանումը մեծ էր։ Եվ Սուրբ Գիրքը 127 Սաղմոսի մեջ առաջի խոսքում այսպես են կարդում, ասում է, եթե Տերը չշինե տունը, զուր են շինողները, չէ՞։ Եթե Տերը չշինե մեր տունը, զուր են շինողները։ Եթե Աստված քաղաքը չպահե, զուր են պահապանները։ Ինչքան ուզում է պահապաններ լինի, ինչ զորք ուզում է լինի։ Մենք սա Աստծո խոսքից գիտենք, որ Գեդեոնը 300 հոգով գնաց, սիրելիներ, ու ինչ արեց, մադիանացիներին կոտորեց Աստծո խոսքով 300 հոգի, որովհետև Աստված Գեդեոնի հետ էր։ Ինչի համար, որովհետև Գեդեոնը հնազանդվեց Աստծո խոսքին։ Հիմա ինչպես է կատարվում այս շինարարությունը։ Այստեղ կարդացինք, չէ, ասում արտով, որ իմ խոսքերս լսե, կատարե, զանիկա կնմանեցնեմ, որ իր տունը վեմի վրա է կառուցում։ Եթե ես Աստծո խոսքը պահում եմ եւ կատարում եմ, Աստված իմ տունը շինում է։ Նա է իմ տունը շինում։ Այսինքն իմ թույլտվությամբ, եղբայրներ, քույրեր, մենք այստեղ չշփոթենք, եթե ես ամենում եմ Աստծո խոսքի մեջ մնամ, Աստված է տունը կառուցում։ Հիշում եք, Դավիթը մարգարե էր, Դավիթը մեծ թագավոր էր, եւ երբ որ Նաթան մարգարեն եկել էր, Դավիթի հետ զրուցում էր այսպես, Դավիթն ասեց, կուզեմ, որ Տիրոջ համար տուն կառուցեմ, որովհետեւ թագավորը տուն ունի, չէ, Եղևնափայտի ստան մեջ է բնակվում, բայց ուխտի տապանակը վրանների մեջ է բնակվում, դրա համար ես ուզում եմ Տիրոջ համար տուն կառուցեմ։ Եվ ինչ պատգամ եղավ Դավիթին Նաթան մարգարեի կողմից։ Նաթան մարգարեն Դավիթին ասեց. Տեր այսպես է ասում. ես քեզի համար տուն պետքա կառուցեմ։ Ես քեզի համար։ Ու այդ տունը դա գրված է երկրորդ Թագավորաց 7:11 խոսքից, երկրորդ պարբերությունն է 11 խոսքի։ Ու քո թագավորության աթոռը իմ առջևս հավիտյան պիտի մնա։ Ինչի համար, սիրելիներ, Դավիթն էլ ուներ սխալներ, Դավիթն էլ ուներ թերություններ, Դավիթն էլ ուներ մեղքի կյանքի մեջ ընկավ, սայթակեց, չէ, բայց Դավիթը կանգնեց եւ Աստծո խոսքը պահեց եւ Աստծո առջև կատարյալ, այդպես է վկայում Սուրբ Գիրքը, քայլեց ուղղությունով Աստծո առջև։ Մենք բոլորս էլ ունենք ինձանից սկսած շատ սխալներ եւ Աստված այդ տունը կառուցեց, քո աթոռդ հավիտյան պիտի մնա իմ առջևս։ Հիմա շինարարությունը ինչպես է կատարվում։ Նույն բանը գրված է, կարծես Ղուկաս ավետարան 6:47-ից։ Ղուկաս ավետարանի այսպես է ասում, ասում է, եթե զիս Տեր կասեք, կարդամ այդ հայտվածն է, ինչու զիս Տեր կսեք, ուսածս բաներս չեք կատարեր։ Ահա այդ շինարարությունը։ Տեր ենք ասում, բայց Աստծո խոսքը չեն կատարում։ Հիմա օրինակ ունենք մեր առջև, Սուրբ գրքից շատ օրինակներ ունենք, ինչպես Մովսեսը կառուցեց իր շինարարությունը, ինչպես Մովսեսը դարձավ Աստծո մարդ։ Ես ի նկատի ունեմ, ժողովուրդ ջան, այս շինարարություն, որ խոսում ենք, ի նկատի ունեմ հոգևոր շինարարությունը, հոգևոր տունը։ Մի եղբայր կար, ինձի շատ հոգեհարազատ, այս եղբայրը ննջել է հիմա, լուսահոգի եղբայրը, Իրակինը իրանք վարձով էին ապրում, երբ որ գնում էին, քայլում էին փողոցով, կինը մի տուն տեսնում էր, բնակարան, ասում էր, տես, օրը կգա, որ մենք էլ սես տներ ունենանք, օրը կգա, որ մենք էլ սես բնակարան ունենանք, այս վարձով տնից դուրս գանք, բայց այս եղբոր հոգևոր աչքերը բաց էր, ասում էր, երկնքում Աստված մեզի արդեն այդ տունը տվել է, ու ավելի տունը, ավելի լավ տունը տվել երկնքում, երբ որ գնաս կտեսնես այդ տունը, այսինքն երբ որ մնաս Աստծո խոսքի մեջ, գնաս այդ տունը կտեսնես, սիրելիներ, այս ամեն բանը անցնելու է, կարևոր այդ երկնքի տունն է, ու ես հավատում եմ, որ ինքը իմ այդ տան մեջ է եւ տեսնում այդ տունը, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ կուզեմ կարդալ Ելից գրքի մեջ, երբ որ Աստված խոսում էր Մովսեսի հետ, այսօր իմ ու քո հետ էլ է խոսում Աստված։
Երբ որ Տերը խոսում է, մեր սրտերը չխստացնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, խստապարանոց չգտնվենք, մի ամբողջ ժողովրդի հետ Աստված խոսեց, երբ որ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, նրանց տվեց պատվիրանքներ, նրանց տվեց կանոններ, օրենքներ, եւ Սուրբ Գիրքը ասում է այսպես, որ եթե նրանք պահեք, պիտի ապրեք։ Բայց ցավոք սրտի այս ազնվորությունները, այդ խոսքերն ու պատվիրանները մեկդի ձգեցին, Աստծո առաջ խստապարանոց եղան, իրանց սրտի համեմատ աստվածներ շինեցին, կուրքեր շինեցին, բոլոր երկրի զորությունները պաշտելու համար ու կենթանի Աստծուց հեռացան, սիրելիներ։ Այսօր, որ ես այստեղ նստած եմ պաշտամունքի, դա լավ է փարտիրոջը, բայց դա դեռ չի նշանակում, որ իմ ու քո սրտի մեջ Աստծո խոսքը թագավորում է, սիրելիներ։ Աստծո խոսքը իմ ու քո սրտի մեջ պետք է թագավորի։ Հովհաննես Մկրտիչը ասում էր. ես պետք է որ ցածրանամ, անիկային մեջ բարձրանա։ Դա Աստծո խոսքն է, երբ որ դու ցածրանում ես, քո մարկային հպարտությունը, քո մարկային եսը, այն ժամանակ Աստծո խոսքը քո մեջ բարձրանում է։ Ինչպես դա կատարվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կյանքում, որ Աստծո խոսքը մերժեց, երբ որ այդ պատգամը նրան եղավ Դանիել մարգարեի կողմից, ողորմություն արա, թերևս Աստված նայի ու ողորմա քեզի, աղքատներին ողորմի չէ, թերևս Աստված տեստի ու ողորմություն անի։ Բայց նա ուշադրություն չդարձրեց Դանիել մարգարեի Աստծո մարդու խոսքերը։ 12 ամիս Աստված սպասեց եւ գրված է 4-րդ գլխի մեջ։ Մեկ օր, երբ որ կանգնած էր թագավորական պալատում, ասեց. «Այս ամեն բաները իմ ձեռքս աշին է», եւ գրված է. «Ով Նաբուգոդոնոսոր, թագավորությունը քեզանից գնաց»։ Այսօր է թագավորությունը իմ ու քո փառքի եսի պետք է ինձանից ու քեզանից գնա, որ Աստծո խոսքը մեր մեջ կատարվի, որ հնազանդվենք Աստծո խոսքին, միայն այս դեպքում այս շինարարությունը կկատարվի, սիրելիներ։ Եվ Աստված խոսում էր Մովսեսի հետ Սինա լեռան վրա, 25-րդ գլուխ Ելից 9-րդ խոսքից կարդում ենք, ասում է. «Խորանի օրինակը եւ անոր բոլոր կարասիների օրինակը, բոլորը քեզի ցուցվածին պես ճիշտ այդպես շինեցեք»։ Բոլորը, ինչ որ Աստված պատվիրել էր, ինչ որ Աստված ասել էր, ճիշտ այդպես, ոչ մի բան Աստծո խոսքից զանց չանես։ Հիսուսն ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնի, բայց ինչ կլինի, իմ խոսքից մի նշանագիր անգամ չի անցնի»։ Այդ նշանագիրը դա մի կետն է, անգամ թարս ստորակետը Սուրբ գրքում, որ տեսնում ենք, այդ կետադրությունն էլ Սուրբ գրքի չի անցնի։ Դրա համար Աստծո խոսքը պետք է պահենք, սիրելիներ։ Ես օրենքներից, իսական արարողակարգերի դրանց մասին չեմ խոսում։ Ես հնազանդությունը, որ ես եմ քո Տեր Աստվածը, սա է Աստծո խոսքը։ Այստեղից է գալիս մնացած բոլոր հարցերը։ Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, զորությունով եւ մտքով։ Այստեղից է գալիս։ Սա եթե ես կարողանամ պահեմ, հոժարվեմ, մնացած բաները Աստծո խոսքը իմ մեջ կկատարի եւ կպահի։ Աստծո խոսքը, ասում է, գիտեմ քո կարողությունդ, քո հնարավորությունդ, քո չափը, որ դու քիչ կարողություն ունես, իմ խոսքերս պահեցիր, ես էլ քեզի պետքա պահեմ, Հայտնության 3:8, ես էլ քեզի պետքա պահեմ, որ դու իմ խոսքը պահեցիր ու չուրացար։ Եվ 40 խոսքից էլ խոսում է աշտանակը կառուցելու մասին, ասում է. «Ջանա, լեռը քեզի ցուցվածի օրինակի պես զանիկա շինես»։ Աշտանակը, սիրելիներ, մեկ համար է կարդամ 26:30-ը. «Խորանը կանգնեցրուր այն ձևին համաձայն, որ լեռան վրա քեզի ցուցվեցավ»։ Խորանը կանգնեցրու։ Այսօր եթե իմ ու քո ներսի խորանը կանգնած չի, ես եւ դու սրբության սրբոց չենք կարող մտնենք։ Ես ին ուխտի խորանի մասին չեմ խոսում, հոգևոր ներսի։ Խորանում գտնվում էր աշտանակը, լույսը, որ արջևից պետքա լույս տար, գտնվում էր առաջավորության հացերի սեղանը, խորանում գտնվում էր նաև խնկամանի, խնկանոցի սեղանը, որտեղ պետքա խունկ ծխեին, դա մեր աղոթներն է։ Եթե իմ ու քո ներսում, սիրելի եղբայրս, քույրս, այս կյանքը չկա, այս վիճակները, աղոթքի ճրակը չի վառվում Աստծո, Սուրբ Հոգու լույսը, յուղը չկա, ես եւ դու սրբության սրբոց չենք կարող մտնենք։ Ինչքան ենք աղոթում,
Իշքան են գալիս Տիրոջ առաջ ծնկում, բայց Տիրոջ ներկայությունը չեն կարողանում վայելել, որովհետև խորանում պաշտամունք տեղի չի ունենում, այս դրա համար չեն կարող վայելենք։ Նստած ենք սիրելիներ, այստեղ ամեն մեկս, Սուրբ Գիրքը ասում է, Հիսուսն ասաց, ինչպես պետք է երևա այս տան շինարարությունը։ Բոլորն է կարծում են, գիտեք, որ իրան շինարարությունը գրեթե շատ քիչ տոկոստ է, որ կարծում է, որ իմ շինարարությունը սխալ է։ Հիմնականում շատերս կարծում ենք, որ մեր շինարարությունը, մեր հիմքը Քրիստոս վեմի վրա են կառուցում, Քրիստոս հիմքի վրա են կառուցում, բայց դա երբ է երևում։ Հիսուսն ասաց, չէ, անձրևները կգան, գետերը կվարարեն, հովերը կփչեն։ Երբ որ այս ամեն բաները գալիս է, այդ ժամանակ փորձությունները, նեղությունները, անձրևները, ես այսպես եմ վերնագրել, անձրևները հալածանքներ, առողջության ունեցվածքի միջոցով, գետերը հպարտություն, աշխարհասիրություն, սիրելիներ, եւ վերջի տարբերակը հովերը, որ կփչեն, քամիները, դա ես վերագրել եմ սատանայի բերած, որ արդեն սատանան սենց ասած ընկճված է, չի իմանում ինչ անի, վերջի ճիքերն է գործադրում, բերում է հուսահատություն, բերում է վախեր, մտքեր մարդուց, որ մարդը ինչ անի, մարդը հուսահատության, վախերի մեջ ընկնի եւ տեսնելով իր վիճակը այդ անձրևներից, գետերից, ասի դե ճիշտ է ասում էլի անօրենը, ճիշտ է ասում էլի հակառակորդը, բա եթե դու Աստծո որդին ես, ինչի է քո վիճակը այսպիսին, բա եթե դու Աստծո որդին ես, ինչի է այս հիվանդությունները եկել, եթե դու Աստծո որդին ես, ինչի համար ես սոված սիրելիներ, թեպետ Աստված ասում է ես ձեզ կկերակրեմ, մանուկ է ու ծերացա, բայց արդարը հաց մուրալուց չտեսա, Դավիթն ասում Սամոս 2-ի մեջ, Աստված կկերակրի մեզի, ու այդ մտքերը բերելով, նույն բանը կատարվեց Եգիպտոսի կյանքում, հայրաների կյանքում, որ Եգիպտոսից դուրս էին եկել։ Այդ մտքերը ընդունելով, ասեցին վերադառնանք Եգիպտոս գնանք, մեզի զորագլուխ ընտրենք, որովհետև սեխը, սխտորը եւ այնտեղի մսերը, այդ ամեն բաները մտքերնից է գալիս։ Գնանք Եգիպտոս։ Հիմա սիրելիներ, այս անձրևներն ու վիճակները ցույց են տալիս իմ ու քո կառույցը։ Ինչպես Պողոս առաքյալը խոսում է առաջի Կորինթացիների, ես բառացի եմ ասում 3-րդ գլուխ 10-ից 13 համարները կարող եք կարդալ, որ կրակը գալով մեր շինությունը, մեր շինարարությունը պետք է փորձի ու Երևան պետք է հանի, եւ այդտեղ երևում է ես եւ դու ինչ կառույց ունենք։ Ինչ են կառուցել, ոսկուց են կառուցել, պատվական քարերից են կառուցել, արծաթից են կառուցել, թե փայտ խոտ եղեգ են կառուցել։ Այս սա է հիմքը։ Այդ փայտ խոտ եղեգը, որ մարդը Աստծո խոսքին չէր հնազանդվում, որ մարդը Աստծո խոսքը մերժում էր։ Այսօր, սիրելիներ, իշքան ես մի ընկեր ունեի, հիմա էլ կա ինքը։ Իրար հետ ընկերություն ենք անում, ոչ հաճախ տեստվում ենք, բայց տեստվում ենք։ Ինքը մի օր եկավ, ինքը ջրով հոգով մկրտված անձնավորություն է, բայց գնաց աշխարհ։ Ու ասաց, գիտես ինչ, եղբայր, ընկել եմ էսիշ փորձությունների մեջ, ընկել եմ էսիշ նեղությունների մեջ, եւ աշխատում եմ էսինչ անօրինական տեղը։ Մենք շատերս գիտենք, ես չեմ ուզում ասեմ, այդ անօրինական տեղը որն է, որ շատ մարդիկ թողնում են ու գնում են այդ տեղը, այդ վայրը աշխատում են։ Ես ասացի, գիտես ինչ, եղբայր, դու դուռ ես բացել անօրենին, որ անօրենը քո կյանքում ներխուժի։ Բա դու ինչ էիր ուզում, եթե այդ դուռը բացել ես, որ անօրենը քո կյանքում չգա, Աստծո խոսքը թողել ես, Աստծո խոսքը մերժել ես ու գնացել մտել ես հակառակորդի դաշտի մեջ։ Դրա համար էլ ես վիճակի մեջ ես։ Դրա համար էլ ես տկարությունների, ես հալածանքների, ես նեղությունների մեջ ես հայտնվել։ Ես չեմ ասում, որ Աստծո խոսքը պահողը հալածանք, նեղություն, դժվարություն չունի, սիրելիներ, դա ի նկատի ունեմ հոգևոր առումով, որ այդ մարդը ներսից տանջվում էր ու հոգևոր օրհնությունը չէր վայելում, հոգևոր օրհնությունը, բա ինչպես կվայելի, որովհետև մարդու խղճվտանքը իրեն տանջում է։ Այսօր ես է քննեմ իմ անձը, շատ մարդիկ կարող է այդ գործը չեն անում, բայց մեր ընտանիքներից, մեր հարազատներից, ովքեր որ այդ գործը արել են, հավանություն են տվել, սիրելիներ։ Այդ գումարները լավ էլ վայելել են։ Ես ոչ մեկի նկատի չունեմ։ Այն ինչը որ կա իմ սրտին եկել է, ես դա խոսում եմ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե մեկը նայում է, թող նայի Աստծո խոսքին, ինձանից սկսած, այս վիճակի մեջ ապրող մարդու շինարարությունը ինչպես պետքա լինի։ Բայց այդ հովերը որ կան, չպետքա փլչի այս մարդու շինարարությունը, բայց այսօր, քանի մենք դեռ ժամանակ ունենք,
կարող ենք ուղղվել սիրելիներ, կարող ենք բերել Տիրոջ առջև, խոստովանենք մեր մեղքերը, որովհետև Սուրբ Գիրքը ասում է, եթե խոստովանենք, ինչպես Մուրադ եղբայրը ասեց, չէ, հավատարիմ եւ արդար է անիկա, որ մեզի ինչ պիտի անի, թողություն տա։ Այդ բեռներն ու լուծերը ձեր վրա ծանր, մի գնացեք ձեր տունը, այսօր կարող է բժշկության օր լինի, այսօր կարող է իմ ու քո շինարարությունը հիմքը նորից ճիշտ ընթանա սիրելի եղբայրս ու քույրս, մի թող անօրենին, որ քանդի քո հիմքը, մի թող սատանային, որ փչացնի քո հոգևոր վիճակը ու քո հոգևոր կյանքը, այսօր է ընտրության օրը, այսօր է ժամանակը Սուրբ Գիրքը ասում է, վաղը հնարավոր է ուշ լինի, հնարավոր է այս օրը չունենանք սիրելիներ ու չկարողանանք ապաշխարենք, չկարողանանք դարձի գանք ու խոստովանենք մեր մեղքերը։ Դրա համար եթե մի հարց կա քեզի, որ տանջում է, բեր Տիրոջ առաջ, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, միայն խոսքը լսող չլինենք ինքս ինքնից խաբելով, ապա նաև խոսքը կատարողներ լինենք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Սերներ, եկեք սրտանց ասենք փառքես Տեր Աստված։ Ինչքան շնորհակալ ենք սերներ, ես կարճ մի տեղ եմ կարդալու եւ մենք աղոթքով գալու ենք Տիրոջ առաջ։ Ինչպես եղբայրները խոսացին, Տերը կենթանի է, հիմա ես պետք է իմ սիրտը բացեմ եւ այդ աղոթքը պետք է լինի մեր եկեղեցու համար, Տիրոջ ողորմությունը, Տերը զորացնի, Տերը լեցնի, Տերը ինչ որ պակասություն կա, Տերը այդ պակասության հարցը ինքն է լուծողը, քույր եղբայրներ, մենք մարդ ենք, մենք ոչ մի բան չենք կարող անենք, բայց Աստված ամեն բան կարող է։ Ամեն։ Ես մի տեղ եմ ուզում կարդամ, սերներ, ուրեմն խոսքը լինելու է աղոթքի մասին, իհարկե ինքը շատ ծավալուն է, բայց ես կարճ տես կարդանք եւ աղոթքով կգանք Տիրոջ առջև։ Ու երբ աղոթք կնես կեղծավորների նման մի ըլար, որոնք կսիրեն ժողովարաններ մեջ ու հրապարակներն ու անկյունները կանգնելով աղոթք քնել, որպեսի մարդոց երևնան։ Այսինքն ես կարող եմ աղոթք անեմ, բայց ես լինեմ կեղծավոր։ Պատկերացնում եք, երբ աղոթք կանես կեղծավորների նման մի ըլար, այսինքն ես աղոթք անում եմ, իմ ձևը պահում եմ, բայց Աստված ինձ ասում է, այ կեղծավոր, ինչ ձև ես աղոթք անում, ինչի համար, որովհետև կեղծավորները ինչ էին անում, ուզում էին մարդկանց ցույց տային, որ իրանք այս ձև աղոթք են անում, ես այս երկար, այս լավ ճոխ աղոթք եմ անում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք քույր եղբայրներ, ինչ բան է իսկական աղոթքը, թող Սուրբ Հոգին ինձանից սկսած բոլորիս բաց անի։ Անցյալ 5 շաբթի օրը հետաքրքիր երազ տեսա, երազից տեսա Տիմոթեոսին։ Դες Տիմոթեոսին չեմ տեսա, ասենք որ ճանաչեմ, բայց երազից մեջ հասկացա, որ ինքը Տիմոթեոսն էր։ Ու ասեց, գիտես, ասեց, մենք ասեց, որ աղոթք էինք անում, ասում էր, այդպես ինձ էր ասում, մենք որ աղոթք էինք անում, անբարբար հառաչանքով, սրտներս բացում ենք եւ աղոթք էինք անում։ Այն ժամանակվա սուրբերը, քույր եղբայրներ, մենք էլ պետք է սրտներս բացենք։ Տերը քո սիրտն անայմ, ես նայեք շարունակությունը կարդում եմ եւ ասում է ճշմարիտ կսեմ ձեզի անոնք իրենց վարձքը առած կլնեն այսինքն ինքը աղոթք արել բայց ինքը աղոթքի պատասխանը չի ստանա որովհետեւ իր այդ կեղծավոր ձևով ինքը արդեն իր վարձքը առել է հիմա ես ոնց պետք է առնեմ իսկական վարձքը նայեք ինչ ասում իս դուն Էսի մատը դնում է ինձ իձանից սկսած բոլորիս քույր եղբայրներ իս դուն երբ աղոթք կնես մտիր քո ներքին սեյնակդ որն է իմ ներքին սեյնակը Առաջ ես որ կարծում եմ ես գիտեի թե իմ ներքին սեյնակը կգնամ հեսա ննջարանը այնտեղ մենակ եմ այդ ննջարանի դուռը կփակեմ ու ննջարանում ես մենակ աղոթք կանեմ Այն ժամանակվա մարդիկ չեն ունեցել խոհանոց ննջարան ունեցել են ասես մի հատ պալատկայի նման հողից տներ են ունեցել այդտեղ իրանց խոհանոցներ այդտեղ իրանց ննջարաններ այդտեղ իրանց հյուրասեյնակներ այդտեղ իրանց զալներ ամեն ինչը այդտեղ էր բայց Տերը ասես մտի քո ներքին սեյնակը Եթե հիշում եք տեսած կլնեք հրյաները իրանք տես մի հատ շոր ունեն երբ որ աղոթք են անում իրանք գցում են գլխի վրա այսինքն այդ շորը իրանք միշտ տանում էին իրանց հետ այդ շորն էլ ծպքերով էր եթե հիշում եք 4 հատ
այդպես թելեր կախված, այսինքն աշխարհի 4 ծայրերն է դա նշանակում, եւ երբ որ իրանք աղոթք էին անում, այդ շորը քաշում էին իրանց ամբողջությամբ գլխին, կարող է այդ տան մեջ լինեն բոլորի ներկայությամբ, բայց ինքը մտնում է իր ներքին սեյնակը, գլուխը ծածկում է այդպես, այսինքն ոչ մեկից կտրվում է, բոլորից կտրվում է եւ իր աղոթքը բերում է Տիրոջը։ Հիմա հետաքրքիր է, Տերը էտել բան արեց, ասեց մտիր քո ներքին սեյնակը, այ որն է այդ ներքին սեյնակը, ես մի բան եմ ուզում, ուրեմն մեր լուսահոգի վրեժ եղբայրը որ կար, մի անգամ երիտասարդական պաշտամունք էր, այդ մի անգամ է եղել է դեպքը, այդպես բան էլ չի եղել, մեկ էլ ասեց երիտասարդներով տենց մենք այն ժամանակ տան մեջ էինք հավաքվում, ովքեր կհիշեն, ասենք տենց աթոռներ չկա, գետին էինք նստում, չէ, քույրիկներ տես շորերը գցում էին, հիշում եք այդ ինչ օրհնյալ օրեր էր, չէ, ասենք, այդ գետին նստած պաշտամունքները։ Ու տես նստած տենց ասեղ գցելու տեղ չկար, ամբողջ Երևանի մասշտաբով, ամբողջ Երևանի երիտասարդները մի տան մեջ էին հավաքվում, սրա կեսի կեսներ այդ մի տունը։ Սենց հավաքվում ենք, հազիվ սենց բան ենք անում, նստում ենք իրար կպած, նստում ենք Եվ ասեց, հիմա մենք պետք է աղոթք անենք, ամեն մեկս մեր կողքինի համար։ Այդ մի անգամ է եղել է դեպքը։ Իմ կողքս մի հատ եղբայր էր։ Դե հիմա ոնց աղոթք անեմ, ասում Տեր Աստված, օրհնի այս եղբորը։ Էլ չաղոթեմ։ Չգիտեմ ինչ աղոթեմ։ Մեկ է Սուրբ Հոգին ասեց, հիմա ինչ որ դու աղոթում ես իր համար, դա գալու է քեզ։ Ու ես ինչ ձև կաղոթեմ այդ եղբոր համար, որ ես չեմ ճանաչում։ Սրտանց, ջիգարով Տեր օրհնի այդ եղբորը, Տեր զորացրա այդ եղբորը, Տեր լեսու, ընդեղ աղոթքը վերջացել է, բայց ես էլի բաներ եմ մտածում այս եղբոր համար աղոթելու, որտեղ Սուրբ Հոգին ասեց, այդ ինչ որ աղոթում ես գալու է քեզ սրտանց ինչ որ աղոթելու ես։ Քույր եղբայրներ, Տերը տեսնում է, երբ որ սրտանց դու մեկի համար աղոթք ես անում, այ հիմա էլ որ մենք եկեղեցու համար ենք աղոթք անում, դա մեր համար ենք աղոթք անելու։ Պատկերացնում եք, որ սրտանց սիրտդ բացես, ոչ թե հենց ուղակի միջալոց հատ է Տեր օրհնի էլի ես եկեղեցին, չէ, սիրտդ բացի սրտանց քո ընտանիքն է, սա քո ընտանիքն է, քո ընտանիքի համար ինչ ձև լացով, ողբով աղոթք անես, այդ ձև աղոթք արա քույր եղբայր ջան։ Եվ հետաքրքիր գիտեք ինչ ասում, ես հեսա շեշտը հենց այդ խոսքի վրա եմ դնելու։ Իսկ դու երբ աղոթք կնես, մտիր քո ներքին սեյնակը։ Հետո ինչ ասում, դուրդ գոցե, դուրդ փակի, ինչի համար դուրդ փակես, կտրվի բոլորից, մի նայի, ով կաստեղ, ով չկաստեղ, դուրդ փակի, դու մենակ ես այդ սեյնակում, դու ես մեկ էլ Տերն է, օրհնյալ լինի Հիսուսի անունը քո եղբայր ջան, ու դու սիրտդ բացում ես կենթանի Աստծո առաջ, պատկերացնում ես, խոսում ես իր հետ, ոչ թե ուղղակի աղոթք ես անում, հապա խոսում ես Տիրոջ հետ քո եղբայր ջան։ Եվ շարունակությունը դուրդ գոցե եւ աղոթք գրե։ Հիմա շեշտը ես այս խոսքի վրա եմ դնում։ Քո հորդ ում ես աղոթք անում Միշտ հիշի, դա քո հերն է։ Մենք երկրի վրա կարծես որ նայում ենք որբ ենք, բայց մենք որբ չենք։ Մենք հեր ունենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որտեղ որ կլնես, իմացի որ հերդ կողքդ կանգնած է։ Ինչ վիճակի մեջ որ կլնես, հերդ քո կողքին կանգնած է քույր եղբայր ջան։ Դու աղոթքդ արա։ Գիտեք հետաքրքիր է անառակ որդին որ գնացել էր այնտեղ, ասաց հորս տունը։ Ինքը իր կարոտը սկսեց իր հոր տնից, հորս տունը, հորս տան մեջ երջանկություն կա։ Այսօր մեր հոր տան մեջ է երջանկությունը։ Եվ ասում է քո հայրդ, որ գաղտուկը կտեսնե։ Քո հորդ որ գաղտուկ տեղ կգտնվի եւ քո հայրդ որ գաղտուկը կտեսնե քեզի հայտնապես հատուցում կնե։ Նայեք, այս սրա վրա ուզում մենք կանգ առնենք։ Քո հայրդ որ գաղտուկը տեղ կգտնվի, դու չես տեսնում, բայց տեսնում ես։ Նայեք, մենք չենք տեսնում, բայց իրականում, երբ որ սիրտդ բացում ես, դու տեսնում ես քո հորդ, դու տեսնում ես Աստծուն։ Անհնարին է, անհնարին բան է,
Եթե դու սրտանց հոգով աղոթք անես եւ Աստծուն չտեսնես, դա աննարին բան է։ Ուրեմն մեռած եմ ես։ Ուրեմն ես մեռած եմ, բայց երբ որ բացում եմ, մեկ է տեսնում ես հայրդ խոսում է քո հետ։ Մեկ է տեսնում ես քեզի անուշ բաներ ասում, քեզի սիրում է, օրհնյալ լինի անունը Տիրոջ, քո եղբայրին, սրանից մեծ երջանկություն չկա։ Աշխարհում մարդիկ կան ասում են, «Էսա ես գնամ, էս ինչ տեղը կհանգստանամ, այն ինչ տեղը կհանգստանամ»։ Հանգստությունը մենակ Հիսուսի ոտքերի մոտ է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ հետաքրքիրն է, ասում է, որ գաղտուկ տեղ կգտնվի եւ գաղտուկը կտեսնե։ Այսինքն Աստված տեսնում է միայն այն աղոթքը, որը որ սրտի գաղտուկ տեղից գալիս է քո եղբայրներ ջան, սրտի գաղտուկ տեղից բխում է, Աստված այդ աղոթքն է լսում։ Եվ ասում է, քեզ ինչ պիտի անի, հայտնապես հատուցում պիտի անե։ Աղոթք է եղել, որ դեռ հլա աղոթքս չվերջացրած։ Գիտեք, ես ուղղակի մի վկայություն էլ ասեմ Տիրոջ փառքի համար, որ մենք հասկանանք, որ Տերը բոլոր աղոթքները, բոլորիս աղոթքը, չգիտեմ, ստե կա մեկը, որ առաջի անգամ է կարող է եկել, իր աղոթքն է լսում, առաջի անգամ գնացել եմ պաշտամունքի, առաջի անգամ իմ դասընկերը Արմենը, ուրեմն որ ինձ վկայել է, ինձի Աստված է կանչել իհարկե, մինչև Արմենի վկայելը, ինձի Աստված կանչել է, ուղղակի Արմենը դառավ մի հատ անոթ, որ առաջի անգամ բերեց ինձի Փարոս պաշտամունքի, առաջի անգամ ծխախոտը, պաչկեն, գրպանս, պապիրոսն էլ տես վերջինը ծխել եմ ու մտել եմ Փարոս, վերջի ատիկ պապիրոսը ծխել եմ, ամբողջ երազանքս, որ այդ կարողանայի ծխելը թարգեի, օր երկու պաշկա ծխում էի, էլ գրազ էի գալիս, էլ հատուկ ծամոններ կա, որ այդ ծամոնը ծամեի թարգեի, չէի կարողանում թարգեի, ու տենց առաջի անգամ մտել եմ պաշտամունք, այդ Փարոսի պաշտամունք, մեկ էլ եղբայրը միկրոֆոնով ասում է, ժողովուրդ, հիմա պետք է աղոթք անենք։ Ես էլ Արմենին ֆռում եմ, ասում եմ, լսի ասում եմ, աղոթքը այդ ինչ բան է աղոթք։ Ասաց, ինչ որ սրտանց խնդրես Աստծուն, Աստված քեզ կտա։ Ես էլ սենց քմծիծաղ տվեցի, ասի, հա, դու էլ ոչ ասեցիր։ Հիմա ես ուզում եմ պապիրոսից ազատվեմ, ծխախոտից ազատվեմ։ Աստված կտա, ասես եթե սրտանց հավատաս, Աստված կտա։ Ու ես աղոթք եմ անում այս ձև։ Ասում եմ, Տեր Աստված, այդ աղոթքի ժամանակ դե աղոթք անել չգիտեմ։ Ասում եմ, Տեր Աստված, խնդրում եմ, ինձ ազատի այս ծխախոտից։ Պաշտամունքը վերջացավ, ուրեմն մյուս պաշտամունքը պետք է լինի հաջորդ կիրակի։ Ես նորից եմ հիշացնում, ծխում եմ օրը 2 պաշկա պապիրոս, չեմ կարողանում թարգեմ։ Ուրեմն պաշտամունքը վերջացավ, ես Արմենին ասեցի, Արմեն ասեցի, դուրս եկավ ասեցի, մյուս կիրակի էլ կգամ ես պաշտամունքի։ Հաջորդ կիրակի հագնվում եմ իմ շորերը, որ գամ պաշտամունքի, մեկ է տեսնեմ այդ կիսած պաշկեն պապիրոսը իմ գրպանս դրացա։ Ասում եմ, Տեր Աստված, ես մոռացել եմ, որ ես ծխող եմ եղել։ Պատկերացնեք, իմ ամենաառաջի աղոթքն է դա եղել, Տեր Աստված, ինձ ազատիր ես պապիրոսից։ Քո եղբայրն ես դրա համար եմ շեշտը դնում, եթե անգամ դու առաջի անգամ ես եկել այստեղ, եթե դու նոր ես, նոր հոգի ես, մարդիկ մտածում են, ես պիտի ինչ-որ կյանք ապրեմ, նոր աղոթք անեմ, նոր Աստված կլսի։ Ոչ սիրելիս, եթե սիրտդ հիմա բացես Աստծո առաջ, Տերը կենդանից Տեր ներկա է, գաղտուկը տեսնում է, սրտիդ գաղտուկը, եւ Տերը ողորմություն անելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ աղոթքից առաջ մի բան ասեմ նաև, որ շատ կարևոր է, որ սա իմանալով մենք աղոթք անենք, ասում եմ, եթե մեկի դեմ ինչ-որ մի բան ունես, ինչ արա ների, որպիսի քո աղոթքին արգել չլինի։ Ես ինչ-որ թշնամացել եմ Արման եղբորս հանդեպ, Արման ջան, կներես ինձի, եղբայր ջան, իմ աղոթքից որ հանկարծ արգել չլինի, կարող Արմանը ներել է իր սրտի մեջ, բայց ես ասեմ Արման ջան, հարազատս, ինչ-որ մի բան որ են չեմ արել, մենք առաջ մեր պաշտամունքներ գիտեք ոնց ենք սկսում, տնային պաշտամունքները, ուրեմն կանգնում ենք բոլորս, ես հիմա չեմ ասում, որ այդ ձև անենք, ուղղակի այդ ձև հետաքրքիր այդպես բան էր լինում։ Ուրեմն կանգնում ենք բոլորս, տան մեջ ենք ու մենք ասում ենք, Մուրադ ջան, ես
սենց բանա մտքովս եկել քո հանդեպ, սես բան եմ ասել քեզի առանձին դու չես իմացել, ես սես քո մասին բան եմ ասել, կներես ինձի, Մուրադն էլ ասում, այ աղբերս, իմ սրտում բան չկա, ես քեզ շատ սիրում եմ, այն քույրիկի մի խոսքով սենց միան խոստովանություններ լինում, սես սրտերս բացում ենք, մեկ էլ հայրմերը, որ սկսում ենք, երկինքը սենց պատալոկը սենց բացվում էր, ու սենց օրհնությունը սենց թափվում էր, ու մենք սկսում ենք փառաբանել մեր Տիրոջը։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, քույր եղբայրներ ջան, ուրեմն հիմա մենք աղոթ պետք է անենք, եկեք սրտանց, ջիգարով, եկեղեցու հոգսի համարա, դա մեր համարա, խնդրենք Տիրոջը, դու ասում ես դու աղոթ կարա, իսկ հարց լուծող ով է? Տերն է, ես ինչ կարամ անեմ, ոչ մի բան չեմ կարող անեմ ես, ինչ որ անի Աստված անելու, քույր եղբայրներ ջան, անգամ իմ մտքից վեր է լինելու, թե ոնց է Աստված անելու, հեչ եղել է, որ պիտի աղոթ քանես, ասում ես Տեր Աստված, բայց всё-таки էսի շատ դժվար բան է, էլի, չլնող բան է, մտքովդ մտածում ես, որիսի այս ձև լինի, մեկ է տենում ես Աստված մի հատ այնց ուրիշ ձև է էտի անում, ասում ես Տեր Աստված, կի մտքովս չէր ասում, որ սենց այսքան հեշտ պետք է լիներ այս հարցը լուծվեր, դու աղոթ կարա, հերդ հարցերը լուծողը հերդ է, քույրս ու եղբայրս, դու աղոթ կարա, եկեք աղոթքի գանք Տիրոջ առաջ, Փառք Հիսուսին, սիրելիներ, օրհնյալ է Տերը, այսօր եկեղեցին լեցված է, շնորհակալ ենք Տիրոջը իր մեծ սիրո եւ ողորմությունների համար, սիրելիներ։ Ուրեմն միտքս եկավ աղոթքի վերաբերյալ, հիշում եք Տեր Հիսուսը ասեց երկու հոգի մտան տաճարի մեջ աղոթելու, մեկը մաքսավորն էր, մեկը փարիսեցին, եւ փարիսեցին հրաշալի բարերով եւ ներկայացրեց իրեն շնորհակալ եմ քեզի ով Տեր, գիտեք չէ արդեն, որ ես վերջապես այսքան ծոմ եմ պահում, աղոթքս տասանորդը տալիս եմ եւ այն մաքսավորի նման չեմ, որ մեղավոր մեկը, բայց Տերը ինչ ասեց, այս մաքսավորը գլուխը անգամ չէր բարձրացրել երկինք, բայց իր կուրծքը ծեծելով ասեց ներիր ինձ մեղավորիս եւ այն մաքսավորը ավելի արդարացած գնաց, քան թե փարիսեցին։ Աստված ով է, ինչքան եմ ես նրան ճանաչում։ Նա, ինչպես եղբայրն ասեց, մեր երկնավոր հայրն է, նա մեր փրկիչն է, նա իմ Տերն է եւ Հիսուս Քրիստոսն էլ մեր ավակ եղբայրն է, անդրանիկ եղբայրն է։ Այս մտերմությունը Աստծո հետ, այս կապը հաղորդությունը Աստծո հետ, ցեներ մենք Աստծուն, եկեք չպատկերացնենք այն միլիոնավոր, ասենք լույսի արագության, հեռավորության մեջ, բայց Աստված այնքան է մոտեցել մեզ, որ բնակվում է մեր ներսում։ Եվ մեր ներսում բնակվելով նա այնտեղ հրաշալի գործեր է անում ամեն մեկիս հետ։ Եվ իր գործը նա է, որ ինձ փոխի, նորոգի, զորացնի, շնորհքով լեցնի եւ նույնիսկ Քրիստոսի մակարդակին հասցնի։ Կատարյալ մարդ դարձնի մեզի այս երկրի վրա, սիրելիներ։ Աստված մեզ կանչել է, որ մենք միանանք իր աստվածային կյանքին եւ այս աշխարհի մեջ ապրենք Քրիստոս կյանքով եւ սպասենք իր որդու երկնքից վերադառնալուն, որ պիտի վերցնե մեզ եւ տանի մեզ երկինք, որ հավիտյան իր հետ ապրենք։ Այս աշխարհի մեջ այդ աստվածային կյանքով պետք է ապրենք ես ու դու, որովհետեւ կյանքը եւ թագավորությունը դրեց քո մեջ։ Դա Սուրբ Հոգին է, դա Սո ներկայությունն է մեր մեջ, ինչքանով ես հաղորդ եմ այդ կյանքին, որովհետև Տեր Հիսուսը պարզ ասեց, դուք ես որդն եմ, որդատունկը, արմատը, ու դուք ճյուղերն եք, ճյուղը մենք շատ լավ գիտենք, առանց արմատի ոչինչ չի կարող անել, ինքն իրեն չի կարա պտուղ բերել, ես ճյուղ եմ, Տեր Հիսուսը որդն է,
Չէ, Տեր Հիսուսը արմատն է եւ առանց իրեն մենք չենք կարա հոգեվոր կյանք ունենանք։ Ինչ որ ենք, եթե լավն ենք, նրա շնորհքով ենք, սիրներ։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք, որ այս աստվածային կյանքին հաղորդ լինենք եւ ինչ որ խանգարում է դրան, մենք պետք է դա բոլորը մեկոն դնենք։ Եվ այդ բոլոր բաները մեզ սովորացնում է Աստծո խոսքը։ Ուրեմն ես ուզում եմ ընթերցել եւ հորդորել այս միտքը մեզի սпасելու վրայով Տիրոջ գալուստին, ովքեր են սпасում, ինչպես պետք է մենք սпасենք, ինչ է նշանակում սпасել։ Ես կարդում եմ Եբրայեցիներին ուղված նամակի 9-րդ գլխից 27-28 համարները, եւ ինչպես մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել եւ անկե ետ կդատաստան, նույնպես ալ Քրիստոս մեկ անգամ պատարակ մատուցվեցավ շատերի մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար անոնց, որոնք անոր կսպասեն։ Ուրեմն տեսնում եք, սիրելիներ, այս խոսքերի մեջ Հիսուսը պետքա երկրորդ անգամ հայտնվի, բայց ում համար է հայտնվելու իրեն սպասողների համար։ Հիմա եկեք քննենք մեր անձերը։ Ես սպասում եմ իրեն, կամ ինչ է դա նշանակում իրեն սպասել, սիրելիներ։ Նույնպես Քրիստոս պիտի երկրորդ անգամ հայտնվի առանց մեղքի իրեն սպասողների համար, եւ այդ հայտնությունը փրկությունն է։ Այսինքն, տեսեք, թեև մենք հավատքով, ասում եմ, շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, բայց այսօր դեռ մենք մեղանչական մարմնի մեջ ենք եւ շատ հանցանքներ ունենք, սակայն Տերը մեզ կանչել է, որպեսզի մենք հաղորդ լինենք իր աստվածային կյանքին, ասում է, ես եկա, որ կյանք ունենան եւ ալ ավելի։ Այդ կյանքը հիմա է։ Այդ կյանքը այս աշխարհի մեջ է։ Մենք պիտի ապրենք այս աշխարհի մեջ Քրիստոս կյանքը։ Եվ այդ կյանքը հաղթական կյանք է, սիրելիներ։ Դա իմ մարդկային ուժով չէ, իմ զորությունով չէ։ Սակայն մեր կյանքի այս ընթացքում մենք դա հայտնաբերենք պիտի եւ հայտնաբերում ենք երկար ժամանակ հետո, երբ որ մենք փորձեր ենք անում մեր մարդկային ուժով պահել խոսքը, կատարել Աստծո կամքը եւ ամեն անգամ ցախողություն ու չի լինում։ Ինչու? Որովհետեւ մարմնավոր է, մարդկորեն է եւ ոչ թե Աստծո հոգիով, ինչպես Զաքարիա 4:6-ում գրված է, զորությունով չէ եւ ուժով չէ։ Մարդկային զորությունով չէ, մարդկային ուժով չէ, ապա իմ հոգիովս կսե զորած Տերը։ Ուրեմն Սուրբ Հոգին եկավ, հիշում եք Տեր Հիսուսը իր աշակերտներին համբարնալուց առաջ ասել, չէ, Երուսաղեմը չելնեք, հապա սպասեք, մինչև վերեն խոսմունք առնեք, այն զորությունը, դա Սուրբ Հոգին է, որ այսօր ամեն մեկի վրա իջավ եւ այսօր իջնում է մեր վրա էլ եւ պիտի իջնի։ Եթե մենք անկեղծորեն այստեղ սպասում ենք իրան։ Սիրելիներ, ես ուզում եմ գնանք Տիտոսին, ուված նամակի մեջ, այդտեղ էլ տեսնենք, մի երկու համար նայենք ինչ է նշանակում սպասել Տիրոջը, որպեսզի մենք միտք առնենք։ Տիտոս 2-րդ գլուխ 11 խոսքից, 11-ից 13 համարները, քանզի Աստծո փրկարար շնորհքը առաջի բանը, այստեղ որ մենք նկատում ենք, շնորհքը Աստծո փրկարար շնորհք է։ Այսինքն, եթե ես պիտի փրկվեմ, ես նրա շնորհքի կարիքը ունեմ։ Նրա շնորհքն է, որ ինձ կփրկե։ Շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ շնորհքը մեր կյանքում սկսեց եւ պիտի շարունակվի եւ պիտի տանի մինչեւ վերջը։ Այդ շնորհքը, որ սկսել է, մեզ չի թողնում կես ճամփի, նա մեզ հետ է, որպեսզի մեզի հասնե մինչև փրկության օրը։ Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ մեզ կխրատե, որ ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները ուրանանք։ Տեսեք, եւ իհարկե ընթերցեմ, եւ զգաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ ու սպասենք
այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հայտնությանը։ Ուրեմն տեսեք, սպասենք, ինչպես ենք սպասելու, սպասում ենք նախ մերժելով աշխարհային ցանկությունները, որովհետև Աստծո շնորհքի առաջի գործը խրատն է։ Նա մեզ խրատում է, իսկ խրատը նույնատեն ուրախարար չի, ճիշտ է։ Խրատը տրտմարար է։ Դրա համար Եբրայեցիներին ուված մեկ ուրիշ տեղ էլ գրված է 12-րդ գլխի մեջ խրատին վերաբերվող խոսքեր, ասում է եւ մորցակ այն հորդորական խոսքը, որ ձեզ կսի, դա 12:5-ից է, որցյակին տիրոջ խրատը մի անարգիր եւ անկի հանդիմանվելով մի թուլնար, որովհետև Աստված իր սիրածը կխրատե եւ կծեծե ամեն որտի զոր կընդունի։ Եվ 7-րդ համարն ասում է, եթե խրատի համբերեք, Աստված ձեզ հետ որպես թե որդիներու հետ կվարվի, քանզի որ որդին է, որ հայրը չի պատժեր։ Եվ եթե դուք առանց խրատի եք, ինչ է, որուն ամենը հաղորդ եղան, մասնակից եղան, որու ամենքը մասնակից, այսինքն մեր երկնավոր հայրը մեզ անց է կացնում խրատով, այդ խրատին մենք պետք է տեղ տանք, մենք լսենք, բայց հետո ինչ է ասում խրատից հետո, բայց խրատին պարապելով ասում է եւ հիրավի ամեն խրատ 11 համարը նույնատեն ուրախարար չի թվում, ապա տրտմական, բայց ետքը արդարության խաղարարար պտուղը կհատուցանե անով վարժվողներուն։ Երբ որ հայրը խրատում է մեզ, նշանակում է, որ ես պետք է ականջ տամ, լսեմ եւ հնազանդվեմ եւ կատարեմ, որովհետև հայրը ինձ խրատում է, էսի որտիս ես չեմ հավանում, էսի մի արա, ու դու կարող ես չանել, որովհետև քո մեջ շնորհք կա աստվածային, որովհետև աստվածային կյանք կա քո մեջ, քո ուժով չէ, Տերը շնորհք պիտի տա քեզի եւ ինձի, որբեսի դա իմ կյանքում կատարվի։ Եվ այստեղ առաջի գործը դա խրատն է, որ խրատում է ինչը, ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները ուրանանք։ Սա առաջի բանն է, որ մենք պետք է ուրանանք եւ հետո ասում է ու զգաստությունով եւ արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Ահա սпасելը։ Եթե մեկը սпасում է Քրիստոսին, պետք է այսպես ապրի երկրի աշխարհի մեջ։ Արդարություն գործենք, իրավունքը սիրենք, ողորմած լինենք, բարեպաշտ լինենք եւ նոր սпасելը մեր կյանքում կկատարվի սեներ։ Ուրեմն նա է սпасողը Հիսուսին, ոչ թե որ նա որ խոսքով է ասում, հապա կյանքով ապացուցում է, իր ապրած կյանքով, Պետրոսն ասում է իր երկրորդ նամակի մեջ, ասում է, ուստի, որովհետև այս ամեն բաները պիտի լուծվին, ձեզի ինչպիսի մարդիկ լալ կվայելե, ինչպիսի սուրբ վարմունքով եւ բարեպաշտությամբ սпасելով ու արտորալով Աստծո օրվանը գալուն։ Ուրեմն սпасել նշանակում է, որ ես այսօր պիտի ապրեմ ինչպես սուրբ վարմունքով եւ բարեպաշտությամբ։ Բարեպաշտը նշանակում է բարին սիրող, բարի բաներ գործող, պաշտել Աստծուն, Աստված բարի է, չէ, գրված է, բարեպաշտ լինել եւ Հիսուսի համար էլ է գրված, որ ինքը լսվեց իր բարեպաշտությանը պատճառով։ Ուրեմն սերներ, հետաքրքիր է, որ Թեսաղոնիկեցիներին ուված նամակի մեջ էլ այսպիսի մի համար կա, ամեն տեղ, երբ որ մենք նայում ենք, մի միտք կա, որ մենք առնում ենք, մի շատ կարևոր միտք։ Առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 9-րդ խոսքից, քանզի իրենք կպատմեն մեզի համար, թե ինչպես եղավ մեր ձերքով մտնելը եւ ինչպես դուք կուրքերեն Աստծո դարձաք, կենթանի ու ճշմարիտ Աստծուն ծառայելու եւ սпасելու անոր որդուին երկնքեն զորինք մեռելներեն հարուց, այսինքն Հիսուսը, որ կազատե մեզ գալու բարգությունից։ Ուրեմն սпасելը ինչպես է նաեւ լինում, ճշմարիտ եւ կենթանին Աստծուն ծառայելով, կուրքերից հաղթելով։
մենք այսօր մեր կյանքում կուրքեր պիտի չունենանք։ Կուրքը դա միայն նա չի, որ այդ ասենք փայտից կամ ոսկուց պատկերը մենք մարդը շինում դնում է եւ երկրպագում է իրան, դա կուրք է։ Բերան ունի չի խոսում, աչքեր ունի չի տեսնում, ականջներ ունի չի լսում, կոկորտ ձայն չի անում եւ նրան նման կլինեն անոնք, որ կհուսան այդ բաներին։ Իսկ մենք ում ենք հուսացած կենթանի Աստծո, որդուն Հիսուս Քրիստոսին եւ մենք պիտի տեսնենք ու նմանվենք Տիրոջը։ Ուրեմն այստեղ էլ տեսնում ենք սпасելը նա է, երբ որ մենք կուրկերից հրաժարվենք։ Կուրկը նաև նա է, երբ որ ինչ որ մեկը, լինի դա անձ, լինի դա ինչ որ նյութական մի բան, որ Աստծուց ավելի քո կյանքում պատիվ ունի, տեղ ունի։ Նայիր, ով է առաջինը քո կյանքում, Աստված Տերը պետքա լինի թագավորը, նա է Աստված, նա է մեզ արարել, իր որդին Հիսուս Քրիստոսը եւ Հոգին Սուրբ մեր կյանքում պետքա գրավի մեր սիրտը, մեր ամբողջ էությունը, մնացած բաները կգա իր հետևից։ Սիրելիներ, ուրեմն կռապաշտությունից հեռանալ, կուրկերից հեռանալ եւ սпасել մեր Տերոջը, սա հենց այդ սпасելն է, որ Աստված մեզանից ուզում է։ Իսկ մեր հոգևոր աճի եւ մեր շինության համար շատ կարևոր են մեր ականջները, մեր աչքերը եւ մեր սիրտը։ Սիրելիներ, ինչի եմ տալիս ես իմ ականջը, ինչ եմ լսում ես իմ ականջով եւ ինչ եմ նայում ես իմ աչքերով, որովհետեւ ես դա իմ կյանքում եմ տեսնում։ Երբ որ ես ավելի շատ օրինավոր բաներ թեկուս, ես ժամանակ եմ անցկացնում չափից ավելի լուրերին, կյանքի չգիտեմ ինչերին, ասենք ոչ թե որ մենք անտեղյակ պետքա լինենք, այո, մենք պետքա իմանանք ինչա կատարվում մեր շուրջը, բայց չափից ավել չխորանալ դրա մեջ, ամբողջ օրը լսել, ամբողջ օրը հետևել դրանց, բավական է, երբ որ իմացանք ինչ է կատարվում, գալ աղոթքի, գալ Տիրոջ երեսը փնտրելու, Տիրոջը սпасելու, երբ որ մի հատ, ասենք, բան էր պատահում, Տիրոջը ուզեցին թագավոր օծեն, երբ որ նա օրհնեց եւ բաժանեց հացը եւ ձուկը, Տերը ասեց եւ գրված է, երբ որ իմացավ, նա առանձնացավ, գնաց Սարը, առանձնացավ, աղոթելու գնաց։ Երբ որ նման բաներ մեր կյանքում մենք տեսնում ենք, մենք պետք է առանձնանանք աղոթքի։ Մենք պետք է առանձնանանք Տերոջ երեսը փնտրելու եւ մխիթարություն առնելու Իրանից եւ առաջնորդություն։ Դրա համար, սիրելիս, Սուրբ Հոգին պարզ ասում է. Ինչի ես տալիս քո ականջը այսօր, ինչ ես լսում չափից ավել եւ ինչի են նայում քո աչքերը, որովհետեւ մեր ականջները պետքա լսեն Աստծո ձայնը եւ մեր աչքերը պետքա նայեն Աստծո փառքը, որբեսի նույն պատկերի նորոգվին փառացի փառս, որբես է Տիրոջ Հոգին։ Եվ Աստծո խոսքում Սուրբ Հոգին շատ հրաշալի ձևով խոսում է Եբրայեցիս նամակի 3:7-ում. Ուստի ինչպես կսե Սուրբ Հոգին, եթե այսօր անոր ձայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացրեք։ Ուրեմն այսօր մենք եթե լսենք, շատ հետաքրքիր է գրված, եթե այսօր, ինչու է ասում, ինչու է շեշտում այսօր նշանակում է, որ ամեն օր մենք պետք է լսենք Տերոջ ձայնը, ամեն օր լսելու օր է, ամեն օր նորոգության օր է, նրա ողորմությունները ամեն արդու կնորոգվին, գրված է ողբ Երեմիայի մեջ, դա նշանակում է, որ եթե ես 3 կամ առաջորը լսել եմ, դա 3 էր, այսօր ես պետք է նորից լսեմ, այսօր իմ սիրտը պետք է պատրաստ լինի, որպես ես զրուցեմ իմ Աստծո հետ, իմ Հորը հետ եւ նա էլ իմ հետ, մենք պետք է հաղորդակցվենք իրար հետ սիրելիներ, իսկ այդ հաղորդակցությունը լինում է աղոթքի եւ Աստծո խոսքի պարապելու հետ։ Երբ որ ժամանակ անցկացնեմ ես Սուրբ Գիրք կարդալու եւ խորհելու, նրա վրայով մտածելու սիրելիներ, խորհել եւ Տիրոջը մոտենալ, Աստված ուզում է, որ մենք իր երեսը փնտրենք ամեն օր։ Այսօր նշանակում է ամեն օր։ Հիմա սիրելիներ, նորոգվելու օրը, մեր կապը Աստծո հետ նորոգելու խոստովանությունով եւ ապաշխարությունով։ Եբրայեցիս ուզում եմ կանք ավարտին խոսքի, ուրեմն Եբրայեցին ուված նամակի 4-րդ գլխում էլ առաքյալը գրում է հետեւյալ խոսքերը, թե հիմա ինչ պետք է անել մեզ,
Եթե այսօր տկարացել ենք, եթե այսօր ինչ-որ դժվարության մեջ եմ ես, պետք է համարձակ մոտենանք շնորհած աթոռի առջև, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հոր աչքոմում նստած է փառքով եւ պատվով պսակված։ Ես կարծում եմ այդ տողերը, քանզի ոչ թե այնպիսի քահանապետ մը ունենք, որ կարող չլա մեր տկարություններին կարեկից լինել, տեսեք, մենք բոլորս ունենք տկարություններ, ճիշտ է, եւ մեր փրկիչը Հիսուսը հաղորդ է եղել այդ բոլորին։ Եվ ասում է, հապա ինք ամեն կերպով փորձը առած է մեզի նման առանց մեղքի։ Նա բոլոր փորձությունները կրեց, ինչ որ այսօր մեզ հետ պատահում են, ինչպիսի փորձություններ, ինչպիսի դժվարություններ, ամենքից անցել է Տերը, նա որպես մարդ ապրեց երկրի վրա, իմ եւ քո նման մարդ, լիովին մարդ էր նա, սիրելիներ, դրա համար ասեց հայրը ինձի Տերը, Աստված ինձի մարմին մը պատրաստեց, չէ, եւ այդ մարմնի մեջ ինքը քայլեց, ճաշակեց մեր տկարությունները, մեր ցավերը, մեր վիշտերը իրա վրա վերցրավ եւ հաղթեց աշխարհին։ Ուստի ալ համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին առջև, որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղած ատեն մեզի օգնելու։ Սերներ, տեսեք, որբեսի ողորմություն ընդունենք։ Ինչ է ողորմությունը։ Ողորմությունը այն է, որ Աստված չի անում մեզի մեր գործերի համեմատ, չի տալիս մեզի մեր սխալների, մեր հանցանքների համեմատ, հապա ներում է մեզի, որին այդ սխալներին մենք արժանի ենք, բայց Աստված չի անում, սա ողորմությունն է։ Իսկ շնորհքը նա է, որ Աստված տալիս է մեզի կյանք, տալիս է մեզի ուժ, զորություն, որին ես արժանի չեմ, որը Տերը բերել է երկնքից, որբեսի ես հաղթական կյանք ունենամ։ Ուրեմն այս երկու կարևոր բաները մոտենանք շնորհած աթոռի առջև ողորմություն ընդունելու, թողություն, մեղքերի թողություն ընդունելու, քավություն ընդունելու, սերներ, եւ շնորհ գտնելու, եւ դրա փոխարեն մեզի զորացնի Տերը։ Իմ շնորհքս քեզի հերիք է, ասեց առաքյալին, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ կկատարվի եւ առաքյալն ասեց ես տկար եմ ես ոչ մի բան եմ Հիսուսի անվան համար ես հոժար եմ տկարության ենթարկվելու որովհետեւ երբ կտկարանամ այն ատեն զորավոր եմ Տերը այստեղ բոլորիս զորավոր դարձնի եւ հաղթական Հիսուս Քրիստոսի ձեռքով, բայց այս պայմանները պետք է մենք անենք սիրներ։ Սպասել Տերոջը նշանակում է, որ մեր անձը ուրանալ, ամբարշտություն աշխարհային ցանկությունները, ինչպես նաեւ Պետրոսն ասում է, աշխարհի մեջ առաջ եկած ցանկություն առաջ եկած ապականությունեն փախչելով մոտենանք մեր Աստծուն եւ իրանից շնորհ կստանանք, որը այն բարի գործը, որ Տերը մեր մեջ սկսել է, մինչեւ Քրիստոսի օրը պիտի կատարե, ամեն։ Տերը զորացնի բոլորի սերներ։